Իրանում ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանում ապրանքների պակաս չի առաջանա։ Փաշինյանը վստահեցնում է, իշխանությունը ժամանակին անհրաժեշտ քայլեր է ձեռնարկել, այդպիսով հիմա հանգիստ եգիպտացորեն ու կարկանդակ կարող է ուտել։ Ավելի քան 1 տարի է Հայաստանում գործում է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը զբաղվում է Իրանի հարցերով։ Մենք իհարկե շատ ցավում ենք եւ շատ ցավալի է մեզ համար, ինչ որ տեղի ունենում Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ եւ ընդհանրապես տարածաշրջանում, բայց մենք պիտի արձանագրենք, որ ցավոք այս իրավիճակը նոր չէ։ Այսինքն նրանք, ովքեր ընդհանրապես միջազգային լրահոսին հետևում են, պիտի առնվազն մտավախություններ ունենային, որ այսպիսի իրադրություն կլինի։ Պատկերացնում եք, ասենք, մի տարի առաջ կամ գուցե տարի ու կես առաջ դա ստուգել է վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ։ Ես որ ասում եմ դրա համար եմ ես պերաշկի ուտում, ես հումոր չեմ անում, որովհետև այն միջոցները, որոնք պետք է ձեռնարկել այս իրադրության հետ կապված, մենք վաղուց ձեռնարկել ենք։ Նիկոլ Փաշինյանն ասում է, երբեք չի ասել, որ Հայաստանը գնում է դեպի արևմուտք։ Նրա խոսքով Հայաստանը խնդիր չունի, չի ունեցել եւ չի ունենալու Ռուսաստանի հետ։ Անդրադառնալով Եվրամիության անդամակցությանը, Փաշինյանը նշել է, ԵՄ-ի հետ համագործակցելու են քաղաքական ինստիտուտների զարգացման, ԵԱՏՄ-ի հետ տնտեսական զարգացման նպատակով։ Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման հետ կապված էլ խնդիր չկա։ Հայաստանը ընդունել է Հայաստանի Եվրամիությանը անդամագրվելու գործընթաց սկսելու մասին օրենք եւ նաեւ ես այդ հարցին ԵԱՏՄ-ի առնչությամբ եմ արտահայտվել։ Մենք բարեբախտաբար թե դժբախտաբար դեռևս այն ճանապարհի ընկետում չենք, որպեսզի ռուսական ռազմաբազան մեր տեսադաշտը փակելիս լինի։ Երբ որ կտեսնենք, որ ռուսական ռազմաբազան մեր տեսադաշտը փակում է, այդ ժամանակ կմտածենք, ոնց շարժվենք, որ տեսադաշտի խնդիր չունենանք։ Հայաստանի արտաքին եւ ներքին հարցերը պարզաբանելուց հետո լրագրողները հետաքրքրվեցին վարչապետի կրոնական կարգավիճակով։ Մկրտված է արդյոք Նիկոլ Փաշինյանը։ Այո, ես մկրտված եմ, Սուրբ Սարգիս եկեղեցում եմ մկրտվել 2007 թվականի, ենթադրում եմ հուլիսի 25-ի կողմերը Շուշանի ծնվելուց որոշ ժամանակ անց երեխաների հետ միասին եւ Տեր Կորյուն քահանան այնց մկրտել, որը կինոհայրենիքի մեր Բաքվում էր ապրում, ցավոք մահացավ մի քանի տարի անց։ Աննա Հակոբյանի եւ Նիկոլ Փաշինյանի ամուսնալուծությունը նույնպես լրագրողների ուշադրության կենտրոնում էր։ Արդյոք պաշտոնապես չամուսնացած զույգը իշխանությունը կիսում էր։ Եվ ի վերջո, ով էր երկրի գլխին՝ Նիկոլ Փաշինյանը թե Աննա Հակոբյանը։ Ըստ հայկական ավանդույթի տան տղամարդը տան գլուխն է, կինը պարանոցը։ Հայաստանի Հանրապետության վարչապետը երբեք որևէ մեկի հետ իշխանություն չի կիսել եւ չի կարող կիսել։ Ալադավթյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։